Հայաստանի ամենաճանաչված պատմական մշակութային և զբոսաշրջային վայրերից է Սևանավանք վանականները, որը ստեղծվել է 305 թվականին։ Լավ, եկեք սկսենք ամենասկզբից։ Այս ճանապարհը տանում է դեպի Սևանավանք վանական համալիր։ Ես ձեզ հիմա ցույց կտամ Սևանավանք Այն հիմնադրվել է 305 թվականին, ըստ ավանդության այն հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը, այստեղ կանգնացնելով փայտե մի խաչ։ Այստեղ ամենուրեք դուք կտեսնեք շատ հին խաչքարեր։ Սևանավանքում է գտնվում ամենափրկիչ խաչքարը, որի կենտրոնում Քրիստոսի քանդակն է։ Այն շուտով ես ձեզ ցույց կտամ։ Սևանավանքում հարսանեկան ծեսի արարողություն էր։ Ես ցանկացա մոմ վառել, որ աշխարհում խաղաղություն լինի։ Հայր մեր, որ երկնքում ես, թող իրականանան բոլորի երազանքները։ Ահա և ամենափրկիչ խաչքարը, որի կենտրոնում քանդակված է Քրիստոսի դեմքը։ Մի խոսքով շատ հետաքրքիր էր։ Խորհուրդ կտամ իմ ընկերներին իրենք էլ գան և իրենց աչքերով տեսնեն այս ամենը։ Սևանավանքը բաղկացած է եղել 4 եկեղեցուց, բայց այժմ 2-ն են կանգուն մնացել, մյուս 2-ը ավիրվել են թշնամիների հարձակումներից։ Ահա դրանց ավերակները։ Սևանավանքը Հայաստանի նշանավոր ամրոցներից մեկն է եղել, որտեղ 921 թվականին հայոց թագավոր Աշոտ Երկաթը կռվել է արաբական զորքերի դեմ։ Ահա և վերջ, սիրելիներս, վերջում կտեսնեք, թե ինչպիսի գեղեցիկ տեսարան է բացվում Սևանավանքից։